Դա բոլորին ողջույն։ Չգիտեմ հայերեն խոսամ, թե ռուսերեն, որ ճիշտ լինի, բայց երևի հայերեն։ Որ մեր ժողովուրդը փորձի ոչ թե փորձի հասկանալ, այլ փորձի գիտակցի։ Այն կեղծիքի ողջ ճագերներով հմայքն ու գրավչությունը, որը տարածում է Նիկոլ Փաշինյանի կուսակցության նախագահ Հայկ Կոնջորյանը։ Հայկ Կոնջորյանն ասում է, նոր ասուլիս եմ նայում, որը կիսվել է Նիկոլական Էջ Հայաստանի Հանրապետություն է կոչվում։ Հայկ Կոնջորյանն ինչ է ասում ԿՊ-ի շեֆը ասելով նկատի ունեմ Հայկ Կոնջորյանին։ Ասում է ինչ վատ բան անը, որ մեր Նիկոլ Փաշինյանը, ցիտում եմ Հայկ Կոնջորյանին։ Բացարձակ ոչ մի վատ բան չի բանություն։ Նույն բանը գյուղերում ապրող հայերը։ Խի չէ որ։ Խի չէ ախպետ, թող բացվի, առևտուր անենք, ապրենք, վերջապես մենք չենք կարա տարիներով թշնամի լինենք։ Բայց մի փոքր եթե առաջ ես նայեմ, ուղղակի առաջ։ Հայաստանի Հանրապետության գյուղերից շատերում, գյուղերից մարդիկ զբաղվում են ինչով հողագործությամբ։ Մարդ կա վարկա վերցնում, մարդ կա ունի գումարը ինքն այդ գումարը ներդնում հողի մեջ փոխաբերական իմաստով։ Պամիդորացանեմ, լոլիկ, սա կասեն պամիդոր։ Ռսի սապող լիզողն ասում է պամիդոր։ Լոլիկացանեմ, վարունգ, չէ։ Սմբուկ, это Բադերջան։ Հետո այդ իրա բերքը հանում է, քաղաք ծախում է, կամ եկամուտ ունենում է, կամ չէ։ Բայց մարդկա այդ ամեն ինչը անում է որոշակի բանկերից, ովքեր այսօր Հայաստանում աշխատում են, միլիարդավոր տոկոսադրույքներ դնելով այդ մարդկանց վզին, թաքնված տոկոսադրույքներ։ Փողը վարկով վերցնեմ, ասում է բերքս կծախեմ, համ վարկս կփակեմ, համ էլ 2 կոպեկ կմնանձի։ Իմ երեխուտ ուսման վարձը կտամ, հա? Կամ չգիտեմ, կնգաս հետ կետամ Սոչի հանգստանալու, կամ խոսքի կետամ Յալտա, օրինակ, կամ ասենք չգիտեմ, Եվպատորիա, երգիր հանգստանալու, խոսքի օրինակ, առանց յետին մտքի, դա 4 հատ քաղաքի անուն տվի, քաղաք, բնակավայր, հասկցա, լավ, հասկցանք, բարի դրացական հարաբերություններ, որպես տարբերակ, շատ ծավալվում է թեմայի մեջ, սահմանը բացվեց, սահմանվեցին առևտրային ազատ ելումուտ, ճիշտ է։ Այսքանը պետք է հասկանա մեր հայ շարքային գյուղացին։ Թուրքիայից սկսեց Հայաստան ֆուրերով, դոգը ոնց էր ասում, ֆուրերով Հայաստանա ներմուծվում ինչ, թուրքական էժան, լոլիկներ, պամադոր, որ ասում է պամադոր պաչոմ, իշոշ, այդ լոգիկայի մեջ։ Վարունգ, բիբար, սմբուկ, Բադերջան, չէ։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունում գներից տեղյակ չեմ։ Խոսքը օրինակ, ասում եմ, կրկնում եմ, գներից տեղյակ չեմ։ Լոլիկը արժի, խոսքը օրինակ, 500 դրամ հայկական փողով։ Գյուղացին բերելա, ծախելա քաղաքացի վերավաճառողի վրա, շուկայում այդ մարդն էլ դրելա գինը 500 դրամ։ Քաղաքացին գնում է առնում, ասում է 500 դրամով պամիդոր եմ, առնում ուտում եմ, նորմալ է։ Թուրքիայից եկած ֆուրերով պամիդորները Հայաստանում ծախվելու է ինչքանով 300, 250, ինչու՞ չէ նաև 150 դրամով։ Ճիշտ է։ 150 դրամ լոլիկ ձախ կողմում, 500 դրամ լոլիկ աջ կողմում։ Երկուսն էլ կարմիր է։ Երկուսն էլ ունեն նույն համը։ Նույն։ Էտա պամիդոր, չկա էլի որ քաղեմ ցույց տամ այդ անտերն։ Ըստ մենակ բևեռային արջերն են։ Այդ խանութներից իր այդ հաց ու կեֆիրա կառնենք, sense խոսելով, բաբուշկինի սեմեշկի չրտելով գալու ենք տուն, արջերի հետ։ Կուսամ խոսքնամ։ Եթե Երևանցին, Էջմիածնեցին, Արմավիրցին գնում է շուկա, որը չունի բոստան, բանջարաբոստանային հնարավորություն ցանելու, որ լոլիկը կառնի։ Հա, մի մոմենտ պատրիոտիզմը մեր մեջ մտավ, ճիշտ է։ Անդե գրածա թուրքական, ստե հայկական, ասում է ես կառնեմ հայկականը, բայց հաջորդ օրը ասում ախպեր, ես 500 դրամ խի պետք է տամ, այդ լոլիկն առնեմ, եթե 150-ով կա։ Մանավանդ մեր հայ առևտրականների այն գերմաքուր հոգեբանության մեջ կա, չէ՞ որ իրանք երբևիցե չեն դնի էտա։ Ուզում եմ ասել տապանակար դնեմ կախիտ Նիկոլ Փաշինյան։ Ցուցանակ, որ թուրքական, հայկական։ Ավելին,
կդնեն լրիվ հայկական։ Ճիշտ է։ Ինչ եղավ։ Թուրքիայից եկած բոլոր լոլիկները ֆուրերով ծախվավ։ Սխալ չեմ ասում, չէ՞։ Իսկ հայ գյուղացին ով վերցրել է վարկ հողամշակ է։ Պատպետությանը պարտքա, տուննա գրավ դրե։ Հույս ունի 2 կոպեկ եկամուտի, որը կամ կարկուտնա վերացնեմ, կամ Նիկոլ Փաշինյանի կառավարման համակարգը։ Ճիշտ է։ Էտա ջուր չկա, սիլիտրա չկա, հազար բաներ։ Ամեն ինչ ընթանք։ Ճիշտ է։ Գյուղացին ինչ անում, տրամաբանորեն մտածում ենք, տակատալի։ Այսինքն, երբ որ գյուղացին բերում է Երևանում, դիցուկ Մալացիա շուկայում, իր լոլիկը ուզում է ящикներով տա վերավաճառողին, որ ասենք պետքա տա 350 դրամով, որ վերջինս վերավաճառողը 500 դրամով վաճառի։ Գալիս ես մախբեր 350-ով վեկալը մեիր, բառացի եմ ասում, խոսակցական հայերենով։ Ասում բա խես ասում 100-ով դուր վեկալեմ, բայց ես 100 մանեթի մար, 100 դրամի մար, այդքան քրքրվա հողերի մեջ ծակրտվա դիլիմ եղա։ Այն մարդ ասում ցավը տանեմ, կամ 100-ով ես տալի, կամ ես թուրքական առնում եմ 80-ով։ Չէ գնա դու քո պամիդորը ծախի կամ գցի էտա աղբար կղները, որը գոյություն չունի Երևանում։ Ձեր թուրքական պամիդորն էլ ամենավերջի հայրենասիրությունն է, թքելու է դուս գա Հայաստանից։ Հա։ Լոգիկայի մեջ եմ բացատրեմ, հարգելի գյուղացիներ ջան։ Թե չէ։ Դուք մտածում եք Նիկոլ Փաշինյանը լինելով թրքամետ քաղաքական գործիչ սուբսիդավորելու է ձեր վարկավորումները պետության կողմից, չէ։ Բերեմ հասարակ օրինակ 18 թիվ իբր թե հեղափոխություն, չէ։ Կամերաները հանելու ենք, տեսախցիկները հանելու ենք, արագաչափերը հանելու ենք։ 2019 թիվ Պարոն Փաշինյան, դուք խոսք եք տվել տեսախցիկները հանեիք հարց լրագրողի կողմից։ Պատասխան Պաբլիտո կամ Պեդրիտո Փաշինյանի կողմից։ Ես տես բան եմ ասել։ Այդպես բան չի էլ։ Բա որ ես հանեմ, բա իմալ զարգացնեմ այդ այն բյուջեն ոնց լցեմ, որ էտա իմը երեխաների մայր, էթա Չինաստան, իդի նա հույ քաղաքում կրթվելու։ Կա տես տարբերակ կա։ Հիմա ուզում եք ասեք, որ հիմա ինչ խոսքա տալի Հայկ Կոնջորյանն ու Նիկոլ Փաշինյանը, դա Հայաստանի քաղաքացու կամ գյուղացու օգտին, հա։ Մտածեք ձեր ուղեղով։ Թուրքիան իր տնտեսությամբ շատ հզոր երկիր է։ Տնտեսությամբ, տնտեսապես։ Դրա համար ընդ այդ բանջարաբոստանային կուլտուրաները, քանի որ շուկայում կա մրցակցություն, էժանա։ Զա պրինցիպ 50 դրամով կներկրեն մեր գործարաններ, բայց ձեր վրա կծախեն 400 դրամով։ Բայց հայկականը արհեստականորեն նրանց կսարքեն, որ դուք ձեր մշակած, քրքրված, գիշերները ջրած, սելիտրա տված, չգիտեմ, արևի տակ քախան արած, ձեր լոլիկը կամ վարունգը կամ սմբուկը նույն բادرջանը չեք կարողանալու ծախեք։ Հետևաբար տանելու եք, լսնեք, ես իմ կովերու, խոզերու, բադերու։ Նիկոլ Փաշինյան, Ենոք Հավանտեղ, բադերու, չասեմ ուրիշ բառ։ Բեղմնավորում բադերի հետ, Նիկոլ Փաշինյան։ Բադերու դեմ։ Ինչ եղավ։ Ձեր մեջ ինչ զգացում առաջանալու հարգելի հայ գյուղացիներ ջան։ Ինչ եք ասելու։ Ասեմ ինչ եք ասելու, որպես տարբերակ։ Բանի ինչով ցույց տամ արա։ Այսինքն նստելու եք, այսինքն։ Մեկը մեկի դեմքին նայելով, առանց սարկազմը եմ ասում։ Աղջի Զենֆիրա, թողեմ քու արև։ Մենք հիմալ հավատացինք ես գժին։ Նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի, ճիշտ է։ Աղջի Զենֆիրա, քիշաս այն վաղտ էտա նա Տիգրան կար խաչում էր էտա YouTube-ով ու Facebook-ով, որը հաստատ Տիգրանին պետք չի, ես ամենայն լրջությամբ եմ ասում։ Տիգրանը Facebook-ից, YouTube-ից մեկ լումայի եկամուտ չունի ոչ էլ ակնկալիք։ Ու ոչ մի քաղաքական ուժից։ Եթե մեկը կայնիկ ասի, որ Տիգրանին 1 դրամ փող է տվել, կարակարխային խոռոփեք այդ մարդու ճակատին։ Ես էլ դրա աչոտը կտամ։ Կամ ես կխոռոփեմ հանդիպման դեպքում։ Եթե մեկը կասի, որ մի ռուբլի, մի դրամ, մի դոլար փող է տվել ինձի խոսալու համար։ Որ շատերը գրում եք սերզիսուն, քոցիսուն, չգիտեմ ում սուն։ Չեմ ուզում խորանալ մեզովոյան դարաշրջանի մարդկանց մտածելակերպի եւ աշխարհայացքի վրա։ Այդքանով հանդերձ,
Այս կուտը ուտելու եք դուք, հարգելի հայ ժողովուրդ, թե չէ։ Մտածեք ինքներդ, վերլուծություն արեք ինքներդ։ Ես ոչ մեկին ոչ կասեմ, սենց մտածեք, ոչ էլ կասեմ, էսի ճիշտ է, էսի սխալ։ Մեկը ես որ մտնում եմ ասում եմ, մածունը, կովի կաթից ստացած մածունը, սպիտակա։ Մեր հետո մեծն Պետրիտո Փաշինյանի աջակիցներ ասում են, չէ, մենք սև մածուն էլ ենք կերել։ Դրա համար մեր ուղեղի գործ բջիջներ հմեն սևցե, դառե մազութ։ Բայց մազութ հնձի հարազատ բառա։ Տիկին Հասմիկ, ողջուններս։ Դուք հասկնաց ես ինչա կսեմ, անցանք առաջ։ Այդ իմ է թեմա, անցանք առաջ։ Երկրորդ թեման, արա դե Երկրորդ թեման։ Հայաստանի Հանրապետությունում որոշել են փակեն ռուսական հեռուստաալիքները, մասնավորապես նրա համար, որ Վլադիմիր Սալավյովը, Վլադիմիր Սալավյովը մեր Պետրիտո Փաշինյանին, ճիշտ է, սխալ ասում ինքը, չի կարելի ասել թուրքոլ։ Պետրիտո Փաշինյանին ասում է թուրքոլ։ Այմար ճիշտ բան ասեմ։ Հիմի կուզեմ խասկնամ, մեխատ խարստամ, հեռուստատեսություններով արգելեցիք ռուսական ծրագրեր։ Իմ բերան նիմալեք փագելու։ Ես ինձ չկցեմ առաջի պլան։ Ես էլիա կսեմ իմ Facebook-յան ընկերների, իմ պատվիշիկների խմար։ Հենց մգա, այն որ ասում արի դու ես խորովացնարա, ես սիկտիրս քաշեմ հետամ։ Ես հենց մգա կարամ սիկտիրս քաշեմ հետամ Facebook-ից։ Մարդկանց բերան նիմալեք փագելու։ Կամ բերեմ 3 հատ օրինակ։ Որ ասում եք Սամվել Կարապետյան, ՔԽ, Նիկոլ Փաշինյան Աստված։ Սալավյով, ՔԽ, Նիկոլ Փաշինյան հզոր։ Չգիտեմ, ելում ասեմ այմար։ Հա, ես աղկոյեմ, ձեր ասելով, չէ՞։ Դուք ինձ գրում եք տարբեր բառեր, բազմաժանր, բազմատիրաժ։ Ես էլ ասում եմ աղկոն դուք եք ձեր կեցությամբ։ Նիկոլ Փաշինյան անկոտրելի։ Կուզեմ խարստամ։ Հա 44 օրյա պատերազմի ժամանակ ով արգելեց Ղրիմում կազմավորված հայկական ջոկատներից կազմավորված կռվող տղեկին գնալ Արցախ։ Սամվել Կարապետյանը թե Նիկոլ Փաշինյանը։ Աբրեք, էտա մեր մեծն Պետրիտո Փաշինյան։ Արաբական Միացյալ Էմիրությունները դրա մասին խոսացել է Վարդան Ղուկասյանը, ում Դուբլին տարան փագի։ Արի հանին արանքից։ Արաբական Միացյալ Էմիրությունները ասել է ես ձեզ գիտամ, ձերի անմնացորդ նվիրումով 70 հատ պիկապ ջիպ տարեք ձեր զինվորներին ակետից բեկետ տեղափոխեք։ Էտա դոգներ քսեր։ Սկսենք դոգի ռեկլամն անեմ։ Կան չէ՞ տենց ուղեղից թոփալներ։ Անցանք առաջ, այդ ուղեղի թոփալ մոմենտը միշտ էլ կա, էդի հավերժական, որ ասում է ընդմիշտ Coca-Cola։ Այդ մոմենտը իրաց մոտ ընդմիշտ է։ Արաբական Միացյալ Էմիրությունները ասեց Հայաստանի Հանրապետություն, դու կկրվիս, էտա քո մատաղ սերնդին բոզի բալեք, չէ լավ առանցքվում։ Տանած լեցես Ուրալի մեջ, Սասուն Միքայելյանի Ռեմբո Սասունի հետ, Սասուն իրա քաջի հետ ջպով կետայդևից, բայրակտար զանա Ուրալի մեջ 40-50 տղա գվարվա։ Արի քեզի 70 հատ անվերադարձ պիկապ նվեր։ Ասում արքեզ նվեր, Նիկոլ Փաշինյան քո դեպքում ոսկե ձվեր։ Ճոգես։ Ղազուբադի մոմենտը։ Դար քո զինվորներին տեղափոխի։ Ըստից ընդ որ գոնե բայրակտարի այդ սնարյադն որ քիքակ մտնի այդ ավտոյի մեջ, չէ, գոնե զովի 2-3 հոգի։ Բայց պիկապին խփելու համար հակառակորդը, որը Նիկոլ Փաշինյանի համար բարեկամ երկիր է, ով է սպահի դրությամբ զավթել է Հայաստանից 220 քառակուսի կիլոմետր։ Հակառակորդը այդ սնարյադն ավելի շատ կգնահատի, քան 3 զինվորի կյանք։ Բայց որ տե նմա Ուրալով 40 հոգի տանում են 30, ասմա տո էշնել վրի վեշնել, էրմենի բիզիմդի։ Զանա մուխն կխանա, տղեք բերեն, մոխիներ գիտան, 20 տարեք հուղարկավորեք։ Սխալ եմ ասում, չէ։ Արաբական Էմիրությունների օգնությունը ով չընդունեց 70 հատ պիկապը, թե 50 հատ։ Սամվել Կարապետյան, Վլադիմիր Սալավյով, ես թե մետա անկոտրելի Նիկոլ Փաշինյան։ Այսքան խասկինալու համար պետք չի լինել Լուցիֆերի բարեկամը, Ազազելի հարևանը, իմալ ես եմ խոսքի։ Լուցիֆերի հետ կապ չունեմ, բայց մեկ-մեկ զանգվում ենք։ Կամ լինել բարձրագույն ասպիրանտուրա ավարտած։ Այդքանը հասկանալու համար պետք է ուղղակի մի փոքր նստել, մտածել, ասել լավ էսի խաչա։ Այս մարդու ասացի մեջ, այս նախքին թալանցու ասացի մեջ, ոնց են գրել նախքին թալանչի։
Թեում եմ տալը хуй поймешь. Որ ասма ни рыба ни мясо. Я в ахуе, блядь. Սրա ասացի մեջ կարող է 3% ճշմարտության նոտա կա։ Լավ բա մենք այսքան տարին որ ասма իմ հասակը տարիների փորձ ունի, տենց երկ կա Նիկոլ Փաշինյան, այդ երկին չարժանանաս, տակ քնիս, պախալնիս, այնքան տակը շռես, սառես, քրքրվես։ Այս մեր հասակն որ կա 70 տարեկան, նայում ես կլիմաքսից քայքայված, ընտիր պապիկա նստած։ Ասման Նիկոլն որ գնաց, Սպարտակի էջում էր, ինչ որ Սպարտակ Ծատուրյան։ Մեր Հայաստանը կդառնա գերեզմանատուն։ Բանչյակ թրել է կաթողիկոսի դեմքին, գոնե մեր եկեղեցին մոմ կմատակարարի, գոնե այդ գերեզմանատան վրա մոմեր կդրվի։ Եկեղեցու բիզնես կուզես խլես, ախր այդ մոմի գոյացած գումարից մարդիկ ստանում են աշխատավարձ, մարդիկ սնվում են նույն հոգևորականները, ովքեր 1700 տարի պահել են մեր ինքնությունը, որպես հայի ինքնություն, քրիստոնեություն եւ ազգային արժեք։ Դա մեզ չի հետարկում։ Մեզ կարևորը մեր ազգի մեծ մասին կարևոր է լսել ինչ թալանցի բառը։ Վերջ 18 թվին կոպեկ առ կոպեկ հետ եմ բերելու, փրել եմ ասֆալտներին։ Քանի կոպեկ մտավ էտա ձեր գրպան։ Madsen Zombieland։ Չկա չէ։ Ես ասֆալտ փրեմ դսերը, դուք էտա Կորակ Նիկոլ Վարչապետ։ Կորացեք իշքան գուզեք, մենե падնому месту։ 6 կես։ Ընցավ։ Դա երկրորդ կարծ։ Բայց դա ասի բրծավ աղո։ Երրորդ հարց, հա, այդ երկրորդ հարցի կոնտեքստում, որ կսեք ռուսական հերոստոլիկներ փագեք։ Փագեք, լավ է կենեք։ Այդ հարցի երկրորդ կողմն, որ ասում եմ մեդալ ունի երկու երես, փագեք։ Դուք գիտեք վատ եք անում, լավ եք անում։ Լավ եք անում, մի իշկելի որ։ Ախր դուք մոռանում եք, որ հիմա ցանկացած մարդու ձեռը դա կա Google Translation, Google переводчик։ Ես իմ ուղի եթերները խոսամ հայերենով, բայց Google Translation-ը կթարգմանի թուրքերենով։ Մանավանդ դա մեր անկոտրելի Նիկոլ Փաշյան գնաց, Վոտա Բոբիկ, սրբի դուրեր գնացել։ Դա մտավ Գալուբո մսկիթ, մտած կաս լավո, չէ։ Անդեովա մտնեմ, Աբրես, Արման Բաբաջանյան։ Մոր վրա ցուցմունք ակրե։ Ղախպալյոնը։ Անդեովա մտնում, հարազատ մորն պապիտկա արած, որ տոմփի, Դոնալ Իոնիսյան, Դրոն Դանիելը, դրոնը խոնակ ֆրծուցա։ Վերջում բերակ կոխայրա հորվոր։ Այդ բարբար կսիրեմ, ես կտավայթեմ այդ բարբարին։ Մկա դորասիմ խորոտ, քո աշկերնան չպրկոտ։ Կոյմ Զենֆիրան մեկ ռուզավի կոժիտունա, թաղեմ քե, մազուտ, որ կերը քրքրել ես ինձի։ Անցանք առաջ։ Կուզեմ խոսք գնամ, Նիկոլ Փաշյան հզոր անկոտրելի վարչապետի համար։ Դժվար է թուրքերենով, ասենք, ստատուսներ գրել։ Չէ, մայրենի լեզու է։ Մեր համար դժվար չի, չէ, հայատեսակ գրել։ Հայատեսակ գրենք, դա ավոկամոնթե մեզ բլոկ է։ Անչի։ Նիկոլ Փաշինյանի համար դժվարություն չի ներկայացնում եւ ՔՊ-ի որոշ մարդկանց համար, ովքեր Աբլիցովկով հայ են, Աբլիցովկա էլի, կուզով, կրիլոն խփած, դա ցապկի պաչերնիկները թափած, դա ես իմալ են դե գրանատներ խշրած, բայց դվիժոկը իրանց ներսի, թուրքոկոնը, դա որ կսա Արամ Մանուկյանն է լավանա մեր ընկերը, Սևիլի Շեբուլար, ես ինչ բառեր ասում, ես ընդեմ մեռնում եմ խնդալուց։ Դժվար չի, չէ։ Զգմեք, որ մանդրից մենք առանց որևիցե մի կրակոց, առանց որևիցե մի ռմբակոծություն, մենք մանդրից դառնում ենք դա Թուրքի գուբերնիա։ Անչի չէ որ։ Անչի չէ։ Օրինակ ես պատկերացնում եմ մի պահ ֆանտազիայի ժանրից։ Այս տեմպերով մի 2 տարի հետո Նիկոլ Փաշինյանը, եթե Աստված չխնայի ինձ կոնկրետ մյուսների հետ գործ չունեմ, ու ինձ կյանքն է այդքան ապրեմ, հələ մի այդքան էլ։ Ասենք կարամ ստատուսի տեղը մտնի ասի Սալամ Ասկյար, սանսանալ տնգի, պապ թագավորի պես, Հիտլերի պես, էլի, Սալամ Ասկյար, ունդա զոմբիները գրեն, Սալամ Փաշյան, ասալայքում ալ, այնա Սալամ էր ոնց էր դա ամարտ է լեզուն։ Ինչ ված կլինի որ, պատկերացնում եք ինչ ուրախ կանցնի մեր Facebook-յան տրամադրվածությունը։ Չլինի տենց։ Հեչ չլինի որ։ Կլինի։ Ինչ ված կլինի։ Սալավյովի պերեդա չենք փագեր։
Зато это Соловьёвի передач. Я չկռնամ ստից запис енեմ, ջոգես։ Ոչ գցեմ YouTube, խնդրեմ ասեմ տորացեք։ Մի հատ ժժնեք համացանցն իրար։ Եվ որ կսամա ժժնեցեք, չէ, խռնեցեք, ները դիտե ժժնեցեքը։ Խռնեցեք։ Ոչ կռնամ գցեմ это Facebook, չկռնամ։ Ու это մեն Նիկոլ Փաշինյանը ինչ կեղի, կրտան հավ, մատվոր։ Ու կմնա այդ կոնտեքստի մեջ։ Կուզեմ խոսքնամ, էլի։ Այմարդ գետակ Եվրոպա լավա կենեք։ Մի խոտել տրամաբանություն տամ, տրամաբանական հարց տամ Եվրոպա Ռուսաստան կոնտեքստի մեջ։ Ամբողջ Եվրոպայ մգա կախվածություն ունի տնտեսապես Ռուսաստանի լույսից, գազից։ Այդ են գազը չի, որ դուսա գալի Նիկոլ Փաշյանի հետևից։ Որ ախրանիկներ խելրում են, աշկեն են մարմարմա։ Գազ, բնական գազ, կապույտ գազ։ Այն խոլերան չէ։ Լույսից, էներգամատակարարումից, բայց ամբողջ Եվրոպան կգորան Ռուսաստանն քխա։ Մի հատ կլիպ կա, մեր նորայր սաֆարիներ կիսվե մեր ընկերը։ Այն նեգրան որ ռուբիլնիկը կանջտա կմիասնա։ Այդտեղ Ռուսաստան խաղասաղ Եվրոպայի կախին։ Ես կուզեմ խոսքնամ։ Դուք Եվրոպայի նայելով ձեզ չեք խղճում։ Այսինքն ձեր հարևան երկիր, խա, ձեր դաշնակից երկիր խոսք օրինակ, դաշնակից, որը ձեր տարած սխալ քաղաքականության արդյունքում ձեզ ասма ձեր մուր ձեր գլու, խոսք օրինակ, որ ձեր օթերը փագեց Հայաստանում ապրող հայեր ջան։ Դուք գտեք Եվրոպա, որտեղ կախում ունենաք Ռուսաստանից ներկրված գազից եւ լույսից, տրամաբանությունը որն է։ Это мёрել, это մեր ցարի ֆազերն թափավ, ռուբիլնիկն քաշած ներքեր, это պլոմբն զոնեց։ Խա։ Պլոմբն խփեց, ասեց այս ռուբիլնիկը վերև բարձնող չլինի։ Ինչ եք անելու։ Մոմեք վառելու Եվրոպա տեղ։ Մոտենալու եք Նիկոլ Փաշյանի նկարին, պատվանդանի վրա։ Խորոփեք վրան, ասեք ղախպալոնը չի խափիր մեզ։ Էմի խափնվեք։ Դեզով աստիպում խափնվեք որ։ Խափվել եւ խափնվելու կոնտեքստի մեջ ավելի մեղավորը խափնվողը, քան խափողը։ Ես դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Մեկ հատ էլ խարց կա, բայց այդ խարցի մասին առայժմ ես կլռեմ։ Որտեղ դա իմ անձնական հարցն է։ Դրա մասին կփորձեմ ես ձեն չանեմ էլ։ Բայց դրա մասին երկու բառ գրել եմ, էլի։ Որը շատ քիչ մարդ կհասկանա, կամ ընդհանրապես չի հասկանա, բացի երկու օգուց։ Կարմիրգից, բորդոգից։ Աստված չանի, ես ափերից էլ եմ։ Բայց չեմ ուզում, անկեղծ եմ ասեմ, չեմ ուզում։ Այդ անձնական հարցով շատ խորանամ։ Քանի որ ամեն ինչը կախված ընդամենը մեկ հոգուց։ Փաստորեն mən Նիկոլ Փաշինյանը հոգեպես աջակցում Արման Բաբաջանյանին։ Նիկոլ Փաշինյանը հələ Արման Բաբաջանյանը հակառուսակ խաղա։ Դա change-ը։ Մարդ որ գնաց իր ամոր վրա ցուցմունք կտվի։ Հետո կսայես բարոյական եմ։ Մեր հայրի մոտ գիտեք ինչ մենտալիտետի մոմենտ կա մեր բոլորիս մոտ։ Որ ասма կապ չունինք, ասма գյոթվերանա, բայց այնպես լավ է խոսում։ Կներեք էլ այդ բարի մարիարքի հետ համեմատության մեջ։ Ասма դու գիտես ինքն դա ուղղահայա ջպիտ հոտոտողը, ասма կապ չունի, բայց ինքն էս գրական է խոսում։ Բա այնքան բաներ եմ իմացես երկու օրվա մեջ, քան բխվեի չիմանա, էլի։ Էդի կալում էդ ինֆորմացիան վերևից։ Մեկ էլ կետնի տակից է կալում, Ազազելն աղրգում, Skype-ով, զանգում պատնում է։ Skype-ով ունի զանգվենք խոսանք մեկ ընկերներ ջան։ Skype-ով նես լավ է խոսելը։ Ես Ազազելի հետ խոսում եմ, Լուցիֆերն էլ գիծ է մտնում։ Ոբշեմ լավ, առայժմ այսքան է։ Երկու կետ նշեցի, որ մեր հայ գյուղացիները մտածեն, ինչպես են փորձում իրանց էշիտեղ դնել Հայկ Կոնջոյանը եւ Նիկոլ Ախտ, Նիկոլ չէ, Նիկոլ Ախտ
Պետրիտոն։ Պարոն Փաշյան, դու որ էտա բոբիկ սեմ պարոն, change, որ էտա բոբիկ մտել էր Գալուբո մսկիթ։ Էտա կուզեմ եք այդ հարց մգացակեցի մետը հոգու խորքում։ Մտել էր Գալուբո մսկիթ։ Բա որ հանգարց ոտերդ մրսացուս։ Էտա գեմարոտ էտա սենց ելուստի պես դուզ գա քու ոռից։ Դու գիտես մենք կորոտել ենք քո ոռքորելու process-ին։ Հա։ Դու սա եկե արդեն։ Խա։ Լավ օլե զանգա էր մեր բժիշկ Բարխուդարին։ Կապ չունի անասնաբուժեր զանգա։ Ասա մեր պարոն Փաշյանի գեմարոն հելե ոռից։ Ինչ խորուրդ կիդա։ Մալինայով չայ չի օգնեմ, գարչիցա քսի ոռի։ Պարոն Փաշյան լսար։ Անպայման գարչիցա։ Այն ամենաթուն գարչիցաներից։ Էդ ասում վար էլ ինչ ասեմ։ Գրեմ ես, այդ WhatsApp-ով պատասխանում։ Պարոն Փաշյանը մի րոպե։ Ինչ ասեմ։ Տուրնիկ չի կարա մեր պարոն Փաշյանը։ Պարոն Փաշյան ասում է մեկ էլ թուրքական փեշոտ նազերվան վարունգն է օգնում։ Ասում են գախիկի մասը կդրեմ ես։ Ազգային ժողովին աթորիվա որ նստում Էրդողան փաբա մի հետ SMS-ս է գրվում Viber-ով։ Նստի հել այդ վարունգի վրա, ասում է փշոտ վարունգը օգնում է։ Ասում է գեմարոն եթե չփուժի գոնե հետանցքի մերսուններ կան այս կոմոդ։ Առայժմ այսքան։ Դուք Սոլովյովի պերեդաչն փագեք։ Դուք իմ այժնել փագեք, եթե ես իհարկե չփագեմ։ Հեմեն փագեք։ Սենց ախր ամենամեծ աբսուրդը գիտեք որն է։ Պարոն Փաշյանը մեծ են Պետրիտոն։ Սա մենք բաց ենք աշխարհի առաջ, չէ՞։ Մենք ուզում ենք շփվենք բոլորի հետ։ Չէ՞։ Մենք հարևանություն ագուզենք ենք, դա խոշմելուկնի։ Խաշմելուկ է, էլի, խաշմելուկ։ Ես էլ կկայնեմ ընդ անուլի հետ, ղրերի կոտվի հետ։ Փողա բանա այն Բուրատինոյի մուլտիկի կինոյի պես։ Այն կոտ եւ լիսա։ Փողա քավքենք։ Ծաղիկներ, երիսուկներ փնջելով։ Համ կսա մենք բաց ենք աշխարհի առաջ, համ աշխարհի գերհզոր պետություններից մեկի լրատվամիջոցը կսա արգելում եմ։ Բայց կանի գիտես, ինքն անկոտրելի է։ Հա։ Անկոտրելի պարոն Փաշյանը։ Լավ պարոն Փաշյան, դու շարունակի քո թուրքական լոբինգը տար, լոբինգ, դա լավ բառ է, չէ՞ որ։ Վաղո։ Ոյ, այն ինչ ես նայում։ Մերիս դու խավաղոլ նայա։ Լավ պարոն Փաշյան։ Մտել ենք թաքուն սայթ կա տենց։ Մարդկանց մասին ինչ ասես իմանում ենք։ Այդ աստե հատուկ ծառայությունները իմ հետ մեկ-մեկ զանգվում են, էլի։ Դրա համար էր այսօր 3 անծանոթ համարից զանգում, իմանաս ես որտեղ։ Ասեմ որտեղ։ Պետրովկա 38, Արինդե։ Կապի մեջ, Одноклассникով։ Մենք ենք ցերը մեր երկրի։ Հելանք։